Բարի երեկո հարգելի հետևորդներ, եթե դիտում եք մեզ, դա նշանակում է ժամը 22:45 րոպե եւ ձեզ հետ քաղաքագետ Արամ Ավետիսյանն է եւ ես Արթուրն եմ, ողջունում ենք ձեզ։ Պետք է խնդրենք բաժանորդագրվեք մեր YouTube-յան ալիքին, որպեսզի նոր տեսանյութերը, ծանուցումները բաց չթողնեք եւ կիսվեք տեսանյութերի հղումներով, որպեսզի ձեր հարազատներն տեսնեն, ինչպիսի թալանչի կլանների հետ գործ ունենք, թալանով զբաղվող կլանների հետ գործ ունենք։ Արամ այսօր հաղորդումը ուզում եմ սկսեմ ուղիղ 5 տարի առաջ հոկտեմբերի 10-ին տեղի ունեցած դեպքով, ուրեմն ջրականի նորակոչիկների 5-րդ գումարտակի հրամանատար Իշխան Վահանյանը դատապարտվեց 16 տարի ազատազրկման, վճիռն հրապարակվեց հոկտեմբերի 10-ին Երևանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի դատավոր Ջոն Հարապետյանի ղեկավարությամբ, բացի այդ ըստ դատարանի որոշման նշանակվեց լրացուցիչ պատիժ եւ Վահանյանը զրկվեց Հայաստանի Հանրապետության զինված ուժերի մայորի զինվորական կոչումից։ Ուրեմն պատմենք հարգելի հետևորդներ ինչ է տեղի ունեցել Խուրհաց սարի վրա, որը տեղակայված է ջրականի 5-րդ գումարտակը, մեծամասամբ նորակոչիկներ, ըստ վկայությունների Իշխան Վահանյանը իջել է սարից, ասելով թե վիրավոր է, նստել է մեքենան եւ գնացել, իր հետ տանելով նաեւ կապի միջոցը։ Ուղիղ 5 տարի անց նորակոչիկներին միայնակ թողնելու եւ մարտի դաշտը լքելու մեջ մեղադրվող հրամանատարը դատապարտվեց ազատազրկման։ Ահա այսպիսի Արամ տականքի հետ գործ ունենք, չգիտեմ ինչ բառեր կարելի օգտագործել նման ազնվորության նկատմամբ, իդեպ դա մեղադրող կողմը պահանջում էր 18 տարի ազատազրկման, սակայն 16 տարվա դատապարտվեց եւ հետո մարդիկ Արամ հարցնում են թե ինչպես պատերազմի ժամանակ պարտվեցինք ում միջոցով ում շնորհիվ, խնդրեմ նաեւ դու մեկնաբանես։ Շնորհակալ եմ հարցի համար Արտուր եւ ես եւս ողջունում եմ մեր սիրելի հայրենակիցներին։ Մենք նշել ենք, որ մինչև վերջ բացահայտելու ենք այս տականքներին, իսկ այս տականքները այսպես Ղարաբաղյան կլանի այդ Քոչարյան Սերժական այդ ոհմակի անդամներն են եւ մինչ այս գումարտակի հրամանատարին անդրադառնալը այս տականքին դավաճանին, ես կցանկանամ որպեսզի մեր հայրենակիցները տեղեկանան, որ 2020 թվականի հոկտեմբերի 3-ին կհիշեն, որ սեպտեմբերի 28-ին սկսվեց Արցախյան երկրորդ պատերազմը 44-օրյա եւ բոլորն էլ հիշում են, որ Սերժիկ Սարգսյանը եւ Ռոբերտ Քոչարյանը այս թուրքերը միանգամից վազեցին Ստեփանակերտ, անգամ կհիշեք Սերժը ճամփին ցենց ֆորմեն նատովկեն հակը սիգարետով նկարվել էր, այդպես տարածում էին այդ նկարները եւ նրանք այնտեղ վետերանների միություն կա, որը որ մի գեներալ կա Ղարաբաղցի Օգանովսկի այդպես անվամբ այդ Քոսոտը հանդիսանում է Արցախի վետերանների միության ղեկավարը եւ նրա շենքում հենց այդ հրապարակում կենտրոնական այդ հրապարակում մի այդպիսի մեծ շինություն ունի, որտեղ այդ Օգանովսկի կոչվածը իր թայֆով միշտ վերընկած է եղել եւ այդ Օգանովսկու շենքում այս Քոչարյան Սերժական այս Արցախյան այս Ղարաբաղյան այս կլանը ժողով է իրականացնում, որտեղ որ Վիտո մնացած այդ Բալասարյան Վիտո այդպես մի երևույթ կա, այդ բոլոր թափթփուկներին հավաքում է Ռոբերտ Քոչարյանը եւ մենք ունենք նաեւ ինֆորմացիա, որ Վովոչկա Գասպանը եւս մասնակցել է այդ հայտնի կապիկը դերասանը չստացված, որը եւս իր զրահապատ մեքենայով շտապել էր Արցախ, իսկ ինչու էր նա շտապել Արցախ, որովհետեւ գիտեք, որ Արցախում տարիներ շարունակ անօրինական կերպով թմրանյութ արտադրվել եւ այդ թմրանյութը իրացվել է Հայաստանի Հանրապետությունում, մենք ինֆորմացիա ենք ստացել եւ դա եւս կբացահայտենք, ինչ որ արշակ կա, Վովայի արշակ են ասում, ինչ մատ երևույթ կա, դա մենք ունենք տվյալներ եւ դա ստուգում ենք այս բանը, որ այդ արշակը ինչ որ կապ ունի Սաշիկի Թուլեքի հետ միասին, այս քակեր են կերե, դա եւս մենք կբացահայտենք եւ այդ վետերանների միության շենքում Արտուր Ռոբերտ Քոչարյան թուրքը հավաքելով այդ իր թայֆին հրահանգել է եւ նշել է, որ պատերազմը վաճառված է, այսպես Արցախը հանձնված է, բայց մենք ունենք անելիք եւ մենք պետք է այդ Ջաբրայելի Մադաղեսի մի քանի շրջան հանձնենք Ադրբեջանին, որպեսզի գնանք Երևան եւ փոխենք իշխանությունը։ Հետո ես կպայմանավորվեմ ռուսների հետ այդ հարցը կլուծվի, այսինքն նա խնդիր է դրել, որ ամենաառաջնային խնդիրը դա ոչ թե պատերազմում դիմակայելն է, թշնամուն այսպես
հարված հասցնելն է, այլ բանակի մեջ այդպես զորքի մեջ մուտիտ գցել է, որ խեք կրվում, զենքեր դրեք, հետ եկեք, մեկը ծախած է, Նիկոլը ծախել է, արդեն պայմանավորվել է, ինչը որ իրականացրել էին իրենք եւ ինչպես ասում են, առաջինը գողն է գողում բռնեք գողին եւ կհիշեք, որ Սերժիկ Սարգսյանին, Ռոբերտ Քոչարյանին ժամանակին բացահայտում եղավ, որ միլիարդավոր դոլարներ են փոխանցել Ալիևները եւ այդ գործարքը շատ վաղուց էր եղել, այսինքն սրանք արդեն վաճառելով Արցախը պետք է ստեղծեին իմիտացիա, որ Արցախը վաճառեց Նիկոլ Փաշինյանը եւ գային իշխանությունը փոխեին ուղղակի։ Այս կոնտեքստում Քոչարյան թուրքը հավաքել է այդ թափթփուկներին եւ այդպես միանգամից հրահանգավորել է, որ գնան եւ տարածում այդպես մխրճվեն զորքի մեջ այդ հայտնի յեթիմները եւ այդպես զորքին համոզեն, ասեն, որ զենքեր դրեք, նահանջեք, ամեն ինչ վերջացած է։ Իսկ նրանց միակ նպատակը եղել է դա եւս մեկ անգամ նշում եմ, գալ Երևան եւ զավթել Հայաստանի Հանրապետությունում իշխանությունը, տապալել համանդրական կարգը եւ քանի որ նրանք գիտեն, որ երբեք ընտրությունների միջոցով չեն կարող գալ իշխանության, բնականաբար նրանք այլ մեթոդներով են փորձում եւ այդ փորձերը դեռ շարունակում են, չմոռանանք նաեւ տերորիստ Բագրատ Սրբազան կոչված այդ երևույթին, չնայած նա Սրբազան չի, նա շարքային կապիկ է, Քոչարյան կլանի ճուտն է եւ այսպես հիմա անդառնանք այդ Հադրութի այդ գումարտակի հիանալի, նա եւս Ռոբերտ Քոչարյանի թայֆից է եւ բնականաբար այդ անձնավորությունը կատարել է Ռոբերտ Քոչարյանի այդ հրահանգը Սերժիկ Սարգսյանի եւ բնականաբար մեր 18 տարեկան զինվորներին թողել է միայնակ եւ թռել է ուղղակի կապի միջոցները վերցրել է, այնտեղ շատ դեպքեր ա եղել, Վիլիսը այդպես նստում էին Վիլիսները այդ հրամանատարները եւ թռնում էին Ստեփանակերտ, այնուհետեւ Երևան։ Մարդ կա, որ ինքը իրան ոտից խփել է անգամ։ Շուխուրա գցեց տեղնտեղ, որ թշնամուց է վիրավորվել այդպես այդպիսի հրամանատար եւս մենք ունենք, այն ջահալին գիտեք արդեն ինչ տեղ ունեցավ եւ այս Ղարաբաղյան կլանի տականքները մի նպատակ են ունեցել, որպեսզի միտումնավոր տանեն պարտության մեր զորքին եւ այդ կհիշեք Միքայել Մինասյանի այդ Միշիկի ֆեյքերը թե ինչեր ինչ է տարածում, որ արդեն վաճառված է, Նիկոլը տվել է, մենք մի անելիք ունենք փոխենք իշխանությունը, բռնենք այս ամեն ինչից որ փրկենք Արցախը, այսինքն այս Ադրբեջան-Ղարաբաղյան այս Ալիևյա Քոչարյանական այս տանդեմը մի բան էր անում, սա պատերազմ էին սկսել հայ ժողովրդի դեմ, իրենց բարեկամներով եւ այդ Զորամասի հրամանատարը բնականաբար այդ Քոչարյանի աջակիցների այդ Քոչարյանի այդ Ղարաբաղյան կլանի թայֆի անդամ է եւ կատարել է նրանց հրահանգը։ Արամ, իսկ չես կարծում, որ պետք է նաև գնդակահարությունը վերականգնվի եւ նույն հենց Արցախում Ստեփանակերտի այդ կենտրոնում այնտեղ այդ Պոնչիկ այդ հայտնի կաֆեի կամ չգիտեմ իրանց Արմենիա հյուրանոցի դիմաց հենց այնտեղ պետք է արցախցիները նման սպաներին գնդակահարեն, թույլ չտային, ասենք իրանք վերադառնային մի հատ էլ Հայաստանում նոր դատավճռի արժանանեն, ոչ թե պետքա դիմավորեին ռուս խաղաղապահներին տորթով այդպես բանով շնորհակալություն հայտնեն Վլադիմիր, այլս ներքին տականքին պետք է ոչնչացնեին առաջին հերթին։ Բնականաբար ես կարծում եմ, որ ցանկացած այդպես պատերազմական ռազմական դրության ժամանակ պետք է գործող ռազմաքաղաքական ղեկավարությունը միջոցներ ձեռնարկի, ինչ վերաբերում է գնդակահարության հետ կապված, ես նշեմ, որ մենք կոնվենցիա ենք ստորագրել եւ մեր մոտ ամենախիստ պատիժը ՑՄ արտազրկումն է, բայց նշեմ, որ այս բոլոր հոմոսապիենսներին պետք է կոչումազրկել, այսինքն այս տականքներին պետք է դատապարտել, կոչումազրկել, ուներզրկել, սարքել բոմժ, սրանք գիտեք տարիներ շարունակ ինչ են արել։ Զորամասում մտնում էր տանկի մեջ վառելիք չկար, այդ ափնյան պատերազմը կհիշեք, որ տանկը խոդ էին տալի, մեջը վառելիք չկար, ջուր էին, կանիստրով տարել, ծախեք, այսը ջուր էին լցրել։ Դա էլ ես ասում եմ այն թափթփուկները ներքևի։ Այդ Զորամասի հիանալը, որը այսօր դադվեց, նա այդ Ղարաբաղյան կլանի յեթիմներից է։ Նրա գործը եղել է սալարկա գողնա, այդ էժան բաներ է օրինակի համար, բայց մենք այնտեղ ունենք նաև դրանց ղեկավար կազմը, ամիջական Քոչարյան Ռոբերտի եւ Սերժիկ Սարգսյանի ճտերը, իրենց տեղականները Օգանովսկի, Վիտո, այն Աղաբեկյան Արթուր կա Հադրութի, դրանից է կանադառնամ, բայց այն Դրամբոնի հանքը, Կաշենի հանքը, այդ հոյ Զորամասի հրամանատարը չի թալանել։ Չէ, ուղղակի ամեն մեկին իր չափով թողել էին, ով ինչ պետքա թալանի, իսկ այն յուղոտ կտորներ են ոսկին, փողը, այն հանքը, այն ամեն ինչը, սրանք կրում տանում էին։ Պատահական չի, չէ՞ որ Ռոբերտ Քոչարյանը, Սերժն ու Ռոբերտը Ղարաբաղում ոչ մի բան չունեն։
Իրանք Ղարաբաղցի են, ազատագրող այտենց բան են, Ալիևին, չգիտեմ, ջարդ ու փշուր են արել, երգին են պահել, գրավել, բայց իրանք իրանց հայրենիքում ոչ մի գույք չունեն։ Այդ բանկերն ու այդ ամեն ինչը Երևանում է, չէ՞, ու արտասահմանում է։ Այսինքն մենք արդեն փաստերով ապացուցում ենք, որ սրանք այդ Արցախը վաճառել էին։ Եվ Արցախը վաճառելու համատեքստում նրանք պետք է ինչ-որ մեղավոր գտնեն, ամեն ինչ բարթեն մեկի վրա, ժողովրդին խաբեն, գան զավթեն իշխանությունը, սրանց նպատակը դա է եղել։ Եվ տեսեք, այդ երբ ես կարդացի այդ դատական այդ ակտը, երբ դատեցին այդ համբալին, ուրեմն ինչ է տեղի ունեցել, չէ՞, Հադութի հայտնի դեպքերն է։ Հադութի պատասխանատուն ով էր պատերազմի ժամանակ, գեներալ Արթուր Աղաբեկյանը, նույն ինքը Սերժի Շունը, որը որ Մարտիկ հիմնադրամի ղեկավարն է եղել, պաշտպանության փոխնախարար, կհիշեք, երբ որ Սերժիկը պաշտպանության նախարար էր, հիմնադրամ բացեց, կոչվել Մարտիկ հիմնադրամ, եւ սկսեցին կթել ուղղակի հայազգին այդ հիմնադրամով, որ չգիտեմ, զենք ենք առնում, չենք կարող ասենք ինչեր ենք անում այնտեղ Ղարաբաղի համար, այս կամ այն, վերջում պարզվեց, որ մենք պատերազմը սկսվել ենք, սրա մենք սնայրատ չունեինք։ Մենք պատերազմող երկիր ենք եղել 30 տարի, Արթուր, փամփուշտ այնտեղ հրետանու սնարյադ ոչ մի բան չենք արտադրել։ Կրվից 5 օր հետո պահեստները տեսանք, որ դատար կա արդեն։ Բրոնեժի հետ կասկած չունենք մենք, որ կանենք այդ մոբին տայինք։